Ողջունում եմ ձեզ ընկերներ, ես եռամարտիկ, աշխարհի բացարձակ և բազմակի չեմպիոն Արտյոմ Խուգոյանն եմ։ Սիրելի ընկերներ, ճիշտ ասած ուզում եմ որպես մարզիկ երեկվա միջադեպի հետ կապված մի քանի խոսք ասել, պարոն Գագիկ Ծառուկյանի հետ կապված։ Ընկերներ, այս տարիների ընթացքում թե ինչեր եմ տեսել անձամբ իմ աչքով, թե ինչ ահռելի օգնությունների եմ ականատես եղել, թե ինչ է արել պարոն Ծառուկյանը այս ազգի, այս ժողովրդի, այս ապերախտ մարդկանց համար, այս անաղոհած քրդիշն մարդկանց համար, դա ուղղակի չափից դուրս է, չեմ կարող բառերով և թվերով նշել։ Սիրելի ընկերներ, 2015 թվականին, երբ որ մասնակցում էի Mass Wrestling-ի աշխարհի առաջնությանը, պարոն Գագիկ Ծառուկյանը ինձ և տոմս և հյուրանոց բոլոր ծախսերի գումարները փոխանցեց և դրանից հետո և այդ մրցման ընթացքում ոտքիս գլխավոր ջիլը պոկեցի, եկա Հայաստան և պարոն Ծառուկյանը ամբողջ օպերացիայի գումարը փոխանցեց, ինձ գումար փոխանցեց անձամբ, որպեսզի շարունակեմ, ապաքինվեմ և շարունակեմ իմ մրցաշարերը։ Ընկերներ, այդ ամբողջ 2015-16-17 թվականներին պարոն Ծառուկյանը անընդհատ գումարներ է ինձ փոխանցել, որպեսզի ես մասնակցեմ իմ մրցաշարերին։ Այս վերջի տարիները անկեղծ 17 թվականից հետո ընդհանրապես կապ չի եղել, բացարձակապես անկեղծ ասում եմ, ոչ մի ֆինանսական օգնություն չեմ ունեցել իր կողմից, բայց պետք է մարդ լինի շանտաղա, շանտաղություն պետք է լինի, որ չխոսաս այդ մարդու արածների մասին։ Պարոն Ծառուկյանը եղել է 20 և ավել տարիներ, ինչքան գիտեմ, եղել է Օլիմպիական կոմիտեի նախագահ և օլիմպիական սպորտաձևերը ուղղակի անդունդից հանել է, բարձրացրել է երկինք, թե ինչպիսի ահռելի գումարներ է ծախսել, ինչպիսի օլիմպիավան է, հսկայական գերեզոր օլիմպիավան է բացել, ձրի սպորտսմենները գնում մարզվում են, սնվում, ուտում, խմում և հենա կգնան և օլիմպիական մեդալներ կվերցնեն։ Ձրի այդ ամեն ինչ այդ մարդկանց համար արել է։ Ոնց չխոսաս, ոնց չասես, որ մարդը բան է արել, դու շանտաղա չես, որ չխոսաս, եթե ինչ ես տեսել։ Պարոն Ծառուկյանը օլիմպիավանն է բացել, թե քաղաքական հայացքներ ես չունեմ, թե քաղաքականության մեջ ինչեր ունի արած, ինչեր չունի արած, դա ինձ չի հետաքրքրում, ես չեմ էլ հասկանում քաղաքականությունից, դա պետությունն է որոշում, բայց այդ տուն մտնել, մարդու տուն մտնել այդ ժամին և այդ ձևի շատ ստոր ձևով մարդուն գետին պարկացնել, ես դատապարտում եմ, որովհետև պարոն Ծառուկյան 70 տարեկան մարդ այդ ձևի, ասենք, այդ մարդուն պարկացնել գետին, թե ինչ արել ես ազգի համար, ինչեր ունի արած ընդհանրապես այս ազգի համար, մարդ ուրացող պետք է լինի, մարդ շանտաղա պետք է լինի, որ ուրանա, թե այդ մարդը ինչեր է արել։ Ես հիմա զբաղվում եմ սպորտով, ես կրկնում եմ, ես իրենից ոչ մի օգնություն այս պահին չունեմ, բայց սիրտս տրաքում եմ մեջիցս, որ չխոսամ, ոնց չասես, որ մարդը ժամանակին, թեկուզ 10 տարի առաջ ձեռքը մեկնել քեզ, որ եթաս մրցումների, եթաս դառնաս չեմպիոն, գաս, կտրած այդ ջիլը ապաքինես, օպերացիա անես ու այդ ամբողջ գումարը անձամբ զանգել է իմ ձեռքին, անձամբ եմ խոսել իր հետ և ասել է ինչ գումարի մասին է խոսքը, հենց հիմա ես կփոխանցեմ այդ գումարը։ Ու ուզում եմ այս ամենը, որ անտարբերությամբ չանցնեք, որովհետև ծիծաղալու է պրոստը, ծիծաղալու, թե ինչ ըմբիշների, շտանգիստների, բոքսյորների, սաղ տեսել եմ, սաղ գիտեմ ինչեր է արել, ինչ օգնություններ է տվել այդ մարդը, այդ գերեզոր իմպերիա ստեղծած, սպորտային իմպերիա, կյանքի ընդհանրապես բիզնեսի իմպերիա ստեղծած մարդը այսօր այսպիսի վերաբերմունքի արժանանում, ես գնահատական տվող չեմ քաղաքական, ուղղակի որպես սպորտսմեն, որպես մարզիկ, մարդը եղել է մարզիկի կողքին, մարդը եղել է մարզիկ ու եղել է մարզիկի կողքին։ Իսկ ընդհանրապես ես խոսում եմ արած իր լավ բաներից, մնացած ինչ ա եղել, ինչ չի եղել, դա ինձ չի հետաքրքրում, ես չեմ գնահատական տվողը, ես չեմ դատավորը, ես չեմ որ պետք է ասեմ, թե ինչպիսի մարդ ինչերի պետք է արժանա իր արած լավ և վատ բաների համար։
քանի որ ես տեսել եմ, որ արել է եւ ինձ արել եւ հարյուրավոր, հազարավոր մարդկանց արել, ինչքան ուսանողների փողերը փոխանցել տարիներով, հազարավոր ուսանողների, ինչքան բժշկական օգնությունների գումարները փոխանցել, մարզիկներին տարիներով թոշակներ, ամիսներով թոշակներ։ Ես էլ եմ ասում, ես ոչ մի թոշակ չեմ ստացել, ոչ մի բան չեմ ստացել, բացարձակապես ոչ մի բան։ Այս տարիների ընթացքում 6 հոգի աշխարհի չեմպիոն եմ, ռեկորդակիր եմ, հիմա գործող սպորտսմեն եմ, հրավերքներ ունեմ Եվրոպայից, աշխարհից պետք է գնամ մասնակցեմ, բայց ոնց չխոսած, ոնց չասես։ Ես կրկնում եմ, չասելը անտարբերությունը աշխարհի ամենաշանտաղա բանն է։ Ոնց չխոսած, ոնց չասես, որ այդ մարդը բաձորշկա է քեզ եղել։ Ոնց չասես, ասենք նման վերաբերմունք առավոտ ժամը 7-ին մտնես տան մեջ, այդ պարկացին, գետին պարկացնողներին էլ ասեմ, որ դու ժամանակին, ասենք, խնդրեիք, երազեիք, որ 100 մետրից ձեր դեմքը ուղղակի կպներ պարոն Ծառուկյանի դեմքին։ Ես էլ եմ ասում, ոչ մի քաղաքական հայացք չեմ սատարում, բացարձակապես ոչ մեկին չեմ սատարում, դա եղել է իմ կյանքի համար մեկ կանոնը, լինել մարզիկ ու վերջ։ Բայց ուզում եմ ասեմ, տղերք, դուք կերազեիք, որպեսզի 100 մետրից պարոն Ծառուկյանին բարև տայիք, կերազեիք, որ մարդու ձեռները բռնած, ուղղակի մարդը չուզեցավ դիմադրեր, պարկացրեցիք գետին, էդի չեմ ուզում ուղղակի վատ բառերով իմ ուղիղ եթերն է, իմ վիդեոն է, չեմ ուզում իմ վիդեոյի մեջ վատ բառեր ասեմ, բայց կրկնում եմ, անտարբերությունը համար մեկ շանտաղությունն է, ով անտարբեր է, ում համար մի բանը, ես հազարավոր մարդկանց, հարյուրավոր մարդկանց գիտեմ, հազարավոր մարդկանց չեմ ճանաչում, բայց գիտեմ, թե ինչեր է արել այդ մարդը, թե ինչ օգնություններ, ինչ փոխանցումներ, ինչ սպորտ, ինչեր ասես, ինչ սպորտսմեններին ինչ տներ, ինչ ավտոներ, տարիներով այդ մարդը արել է ու այսօր արժանանում է անտարբերության։ Ոչինչ, ես մի բան ունեմ ասելու, վերևը Աստված կա ու Աստված այս ամեն ինչը տեսնում է։ Լավ եղեք։